Ուտոպիա դրախտային վայր երկրի վրա բարձրարժեք քաղաքակրթություն, որը ղեկավարում էր բոլոր ծովերը, սակայն մի ակնթարթ և բնության սարսափելի անակնկալը հավերժ խորտակեց երկրագնդի ողջ պատմության մեջ ամենահայտնի կղզին՝ Ատլանտիդան։ Պլատոնը համարվում է արևմտյան փիլիսոփայության հայրը։ Նրա ասածները կամ աշխատություններում թողած տեղեկությունները չէին կարող ուղղակի ուշադրության չարժանանալ։ Նա Ատլանտիդան նկարագրում էր որպես լիարժեք ուտոպիա։ Չկային հարուստներ կամ աղքատներ, վեճեր կամ խռովություններ։ Շատ էին արհեստավորները, մտավորականները։ Ատլանտիդան զարգանում էր ոչ թե տարեցտարի, այլ օրեցօր, ժամ առ ժամ։ Սակայն նա նշում է, որ մեկ գիշերվա ընթացքում Ատլանտիդան և այնտեղ ապրող բնակիչները, ատլանտները, վերացան երկրագնդի երեսից ընդմիշտ։ Պլատոնը նշում է, որ այդ ամենի պատճառը բնական աղետն էր, սակայն թե ինչ ձևով է դրսևորվել այդ աղետը, նա ոչինչ չի նշում։ Այս ամենի արդյունքում ծնվեց ևս մի առեղծված, որի բացահայտման համար հետազոտողները պայքարել և պայքարում են մինչև օրս։ Չնայած հստակ փաստեր դեռ չկան, բայց հետազոտողների աշխատասիրությունը այնքան էլ ապարդյուն չանցավ։ Ատլանտիդայի հետ պատահած աղետի մասին կան շատ վարկածներ, սակայն ամենահայտնիները երկուսն են՝ աստերոիդի ու երկրի բախում և ամենահավանական վարկածը՝ Սանտորին հրաբխի ժայթքում երկրաշարժի հետևանքով։ Որոշ գիտնականներ պնդում են, որ Պլատոնի նշած ժամանակներում երկրին է դիպչել մի հսկա աստերոիդ։ Այն ընկել է ներկայիս Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ, որի հետևանքով ջրի ալիքները ակտիվացել են և ամբողջովին ծածկել Ատլանտիդան։ Սակայն գիտնականների և հետազոտողների մեծ մասը վստահ են, որ Ատլանտիդան խորտակվել է հենց Սանտորին հրաբխի ժայթքման հետևանքով։ Նրանք ավելի հակված են այդ տեսակետին, քանի որ Պլատոնը Ատլանտիդայի մասին թողած տեղեկություններում հստակ նշում է, որ քաղաքից քիչ հեռավորության վրա կար մի ակտիվ հրաբուխ Սանտորին անվանումով։ Ըստ հետազոտողների, տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով հրաբուխը ակտիվացել է։ Հրաբխի հետևանքով օվկիանոսի ալիքները ակտիվացել են։ Շատերի մոտ հարց կարող է առաջանալ, թե ինչպես կարող է հրաբխի հետևանքով ալիքների ակտիվությունն այնքան մեծանալ, որ խորտակվի մի հսկա կղզի։ Այդ հարցի պատասխանը կարող եք իմանալ այս փոքրիկ մոդելի հետևանքով։ Տեսեք, թե ինչ է լինում, երբ հրաբխի լանջից ժայթքած մարմինները ընկնում են ջրի մեջ։ Առաջանում է հսկա ալիք, և նման ալիքների բարձրությունը կարող է հասնել տասնյակ մետրերի, իսկ արագությունը 300 կմ/ժ-ից ավելի։ Հրաբխի հետևանքով ոչ միայն ալիքներն են ակտիվացել, այլև տեղի ունեցել լավային մնացորդների անձրև, այսինքն կղզին ոչ միայն ծածկվել է ջրով, այլ նաև լավային մնացորդներով։ Դա նշանակում է, որ կղզին կարող է գտնվել ոչ միայն ջրի, այլ հենց գետնի տակ։ Միգուցե հենց դա է պատճառը, որ մինչև օրս Ատլանտիդայի որոնողական աշխատանքները հստակ արդյունքներ չեն տալիս։ Գիտնականներն ու հետազոտողները վստահ են,
Եթե Ատլանտիդան գոյություն է ունեցել, ապա նրա կործանման պատճառը եղել է հենց Սանտորին հրաբուխը։
Ատլանտիդայի հետ առնչվող ամենամեծ բացահայտումներից մեկը կատարվեց 2001 թվականին։ Կանադացի հետազոտող Պալինա Զելիցկայան Ատլանտյան օվկիանոսի խորքերում երկար հետազոտություններից հետո կատարեց մի սենսացիոն բացահայտում։ Նա ջրի տակ հայտնաբերեց մի քանի հսկա բուրգեր և սվինքսանման մի մարմին։ Դրանք գտնվում էին ներկայումս բոլորին քաջ հայտնի Բերմուդյան եռանկյունու հատակում։ Բոլոր հետազոտությունները կատարվում էին հատուկ տեսախցիկների միջոցով, քանի որ հետազոտողները չէին կարող ուղղակի ձևով մտնել Բերմուդյան եռանկյունու տարածք։ Սա ավելի էր բարդացնում հետազոտողների աշխատանքը, սակայն տեսախցիկը ամեն ինչ ֆիքսել էր։ Բուրգերը չէին կարող առաջացած լինել բնական ձևով, դրանց վրա աշխատել էր մարդկային ձեռքը, սակայն ամենաանհավանական փաստը դա չէր։ Պալինա Զելիցկայայի կատարած բացահայտումից տարիներ առաջ Բերմուդյան եռանկյունու հատակը ևս մեկ անգամ տեսախցիկի օգնությամբ հետազոտվել էր, սակայն այդ ժամանակ ոչ մի բրգանման կամ այլ մարմին տեսախցիկը չէր ֆիքսել։ Հարց է առաջանում. ինչպես կարող էին մի քանի տարվա ընթացքում օվկիանոսի հատակում հայտնվել ինչ-որ բուրգեր։ Այս հարցի պատասխանը մինչև օրս հետազոտողներին հայտնի չէ։ Այո, չնայած վարկածները և փաստերը բազմաթիվ են, սակայն Ատլանտիդան մինչև օրս բացահայտել չի հաջողվել։ Պլատոնը թողել է տեղեկություններ մի հսկա քաղաքի մասին, չընդհանրելով, որ սակավ տեղեկությունները կարող են շատ տարիներ հետո ողջ մարդկության համար ծնել մի մեծ առեղծված՝ Ատլանտիդա անունով։ Մնում է միայն հաջողություն մաղթել բոլոր հետազոտողներին և հուսալ, որ օրերից մի օր մենք ևս ականատեսը կլինենք այդ հրաշագեղ քաղաքի՝ Ատլանտիդայի հմայքին։